Լույս առավոտին շարունակում է եւս մեկ անգամ ողջունում ենք մեր շատ սիրելի հեռուստադիտողին, բոլոր նրանց, ովքեր սկսում են առավոտը մեզ հետ, ապրեք, ովքեր որ քնած են, ապրեք, շարունակեք քննել, Երանի ձեզ։ Եվ այսպես մետրո թատրոնը նոր է վերադարձել Չելյաբինսկում կայացած Չելավեկ թատրոնի թատրոնի մարտ 8-րդ միջազգային փառատոնից, որտեղ ներկայացել է կարևորը ձանձրալի չլինի հազվադեպ հանդիպող պլաստիկ դրամա բեմադրությամբ, որը բեմադրվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի նովելների հիման վրա։ Իդեպ ում ծննդյան օրը կնշվի մարտի 15-ին։ Տպավորությունների, հաջողությունների եւ իհարկե մետրո թատրոն ստուդիայի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են ներկայացման երաժշտական եւ լուսային ձևավորման պատասխանատու Գագիկ Շիբոյանը, բարի լույս։ Բարի լույս։ Դերասաններ Ստեփան Գրիգորյանն ու Հարություն Սուքոյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Շնորհակալություն ձեր դրական էներգիայի համար, որտեղ թատրոնի հետ կապ ունեցող առասարակ յուրաքանչյուր մարդ երջանիկ մարդ է, ես կարծում եմ, ու նա ավելի հեշտ է հաղթահարում ցանկացած դժվարություն, բարդություն, որովհետև օրվա մեջ նա խոսում է թատրոնի մասին, ապրում թատրոնով, ուտում խմում է թատրոն եւ առասարակ իր կյանքը շատ հագեցած եւ տպավորիչ է, չնայած կյանքի բոլոր դժվարություններին եւ բարդություններին։ Դա այդպես է թե ոչ։ Համաձայն եմ առասարակ մշակույթի մեջ ապրող մշակույթով հետաքրքրող մարդկանց վերաբերող խոսքեր ասեցիք, իսկ թատերական կյանքով ապրողներին առավել եւս։ Մենք շատ հաճախ խոսում ենք հիմնականում հա դերեր, թե ինչպիսի սցենար է գրվել, ինչպիսի աշխատանք է տարվել, բայց մոռանում ենք շատ հաճախ նաև անդրադառնալ լույսի ձևավորման մասին, որովհետև շատ կարևոր բաղադրիչ է եւ երբեմն մենք պարզապես չենք ուշադրություն դարձնում մանրուքներին, մտածում ենք դա այս լույսերն ու այս ձևավորումը այսպես որ արված է, դա այդպես էլ պարզապես պետք է լիներ եւ անցնում ենք առաջ։ Շատ կարևոր, բայց շատ ցավոտ հարց հիմա բարձրացավ, որի համար ես պիտի ասեմ, որ ցավոք սրտի մեր թատրոնը շատ հեռու է լավ լուսավոր ձևավորումների, հնարավորությունների հետ, որովհետև հասկանում եք մեր երկիրը այնպես է, որ ցավոք սրտի մշակույթը երրորդական, նույնիսկ 10-րդ պլանում է գտնվում եւ ֆինանսական միջոցներ ներդնել նման բաների համար շատ դժվար է կատարվում, բայց Փառք ու պատիվ թատրոնի տնօրինությանը, որ ինչ-որ կերպ դեռ այն ինչ-որ կա պահպանում եւ հնարավորինս թարմացվում է, որովհետեւ իրոք լույսային էֆեկտները շատ մեծ կարևոր նշանակություն ունեն ցանկացած լավ, առավել եւս լավ թատերական բեմադրությունների համար։ Դրա պարզ օրինակներ Չելյաբինսկում մենք տեսանք մի ներկայացում, որը Ուլյանովսկի թիմը խաղաց, լույսային այնպեսի համադրություններ, որոշումներ, լուծումներ էր դրված, որ ուղղակի ապշելու, ինչպես էր, ասենք, լույսերով բեմը կիսվել ու Անդեր Շիրիմյան երկիրը եւ երկնային երկիրը միանգամից բեմի վրա տարբեր, հա, ինչպես լույսով կարելի էր խաչ ստանալ բեմի վրա, այդ խաչի տակ գործողություններ կատարել լույսային խաչ։ Դեմքերը դերասանի, որ անպայման պետք է երևա, որ միմիկան տեսնես, աչքերի լույսը տեսնես, ինչպես ստանալ խորհրդավոր վիճակ բեմի վրա, ինչպես պրոյեկցիա աշխատացնել լույսերի հետ միասին։ Դա շատ կարևոր բաներ են, ցավոք սրտի մեր թատերական շրջաններում ներողություն անհամեստության համար ես նման բան երևի տեսել եմ մենակ մեր մետրո թատրոնում, այլ թատրոններում ես չեմ ասի, որ անընդհատ գնում եմ հաճախման, բայց հնարավորության դեպքում, երբ որ գնում եմ, նման բաներ չեմ տեսնում, ցավոք սրտի։ Շատ ցանկալի է, որպեսզի հնարավորությունները բոլոր թատրոններում լինի անսահման, նամանավանդ, որ մեր թատրոններ ժամանակ առ ժամանակ գալիս են դրսից, հյուրախաղերով գալիս են դրսից խմբեր, եւ երբ որ տեսնում եմ մեր թատերական թատրոնների այդպես ողբալի վիճակը, դա մեզ էլ պատիվ չի բերում։ Դե հուսանք մյուս անգամ հանդիպենք, մենք խոսենք այն ամենի մասին, որ քննարկենք թե ինչ ահռելի մեծ քանակի տեխնիկա եւ հնարավորություններ ունեն արդեն մեր թատրոնները։ Ամեն։ Գոնե։ Կարևոր է ձանձրալի չլինի վերնագիրն արդեն ինքնին շատ ինտրիգային է։ Ինչ գաղափար կամ ասելիք եք փորձել հանդիսատեսին հասցնել։ Եվ առասարակ պլաստիկան ու ոնց կարելի է դա միքսել։ Ըստ ումա կարևորը ձանձրալի չլինի, դա կյանքի հենց ամենակարևոր գաղափարներից մեկն է ու մեզ համար էլ իրականում մենք ինչ որ արել ենք չենք փորձել
կրկնել Ենգի Բայրանի, որովհետև ինչ որ ինքը անում է, այդ ուղղակի անկրկնելի է, այլ ուղղակի փորձել ենք խոսել իր հետ, կիսվել մեր մտքերով ու գնալ դեպի թատրոնի այն ձևը, որի մասին որ նա երազում էր, որտեղ նա առաջին ծաղրացումներով կրկես բերեց թատրոնը ու նաև իր երազանքներից մեկն էր ստեղծել այն թատրոնը, որի մասին ինքը երազում էր ու մենք հենց դա ենք փորձում անել։ Ու ներկայացումը ինքը ընդհանուր հագեցած է եւ պլաստիկով եւ Ենգի Բայրանին հատուկ հումորով, իր կերպարին հատուկ էքսցենտրիկությամբ, երազկոտությամբ։ Ներկայացման ընթացքում ես ուզում եմ առանձնացնել մի քանի բան, որոնք կամ պատահականությունը կամ դիտմամբ է արված, դա եմ ուզում մի հատ հասկանամ։ Նախ եւ առաջ սև հագուստը, որովհետեւ սևը մաքսիմալ իդեալական հնարավորություն է տալիս ցույց տալ հանդիսատեսին պլաստիկան, դա եթե այդպես ճիշտ եմ հասկացել։ Ունենք դերասանուհի, ով սպիտակ եւ կարմիր պուպուտներով շորիկով է, եթե ճիշտ ենք դա ֆիքսը, դա էլ Ենգի Բայրանի մի էտյուդ կար, որտեղ նա բանով է, բաբիչկայով է, նմանություն։ Այո, ցիտերնիկ շնորհակալություն։ Երրորդ նաև մի կտոր կար, որտեղ հեծանիվով ու շորտերով, դա էլ է, եթե չեմ հիշում, Ենգի Բայրանի բոքսի հետ կապված ինչ-որ մի դրվագ կար եւ անձրևանոցով մի կտոր ունենք, որը կրկին էլի տարավ ինձ դեպի Ենգի Բայրան։ Դա պատահականություն էր, թե դետալ էր, որը որ պարտադիր պետք է լինի։ Չէ, մեզ համար դա շատ կարևոր էր, ընդհանրապես որ խոսացիք թե անձրևանոցի, թե այդ ձեր ասած սև հագուստով դերասանների, իրանք լապտերներն են, մենք փորձել ենք բեմում ամեն ինչ կենթանացնենք, ոնց որ հենց անում էր Ենգի Բայրանը, թե անձրևանոցը, թե լապտերների, անգամ շենքը, որում ապրում են կերպարները միայնակ են ու փնտրում են ինչ-որ մեկին ու իսկ սև հագուստը քանի որ ես զգեստերի անձամբ ես զգեստերի նկարչությամբ չեմ զբաղվել, մի քիչ կդժվարանամ ասել, բայց ես կարծում եմ սև հագուստը ավելի հնարավորություն է տալիս հանդիսատեսին նայելու խորքը, նայելու դեպի կերպարի ներսը, այսինքն արտաքինը երբ որ ավելորդ զարդարանքներով պատված չի, ավելի ուշադրությունը գնում է դեպի աչքեր, դեպի ներս ու կարծում եմ Ենգի Բայրանը հենց հոգու մասին էր խոսում, որովհետև անկախ իր բոլոր այդ, չգիտեմ, այդ ֆանտաստիկ, իրական, անիրական այս միքսին ինքը ինքը մարդու մասին էր ու մեր ներկայացման հիմքում հենց դա է ոչ թե Ենգի Բայրանի կենսագրությունը, այլ հենց իր նովելները ու թե ինչ ենք ուզում մեզ ասի։ Իսկ միջազգային փառատոնը ինչպիսի արձագանք ստացավ։ Ուրեմն, խոսեմ Չելյաբինսկի փառատոնի մասին, ասեմ, որ շատ հագեցած օրեր ենք ունեցել եւ շատ հետաքրքիր, վերադարձել ենք մեծ տպավորություններով, այնտեղ այնքան լավ էր կազմակերպված ամեն ինչ, փառատոնը այնքան հագեցած էր, որ մենք չենք կարողացել փառատոնից դուրս այլ բաներով զբաղվելու, նույնիսկ չենք կարողացել պտտվել եւ տեսնել քաղաքը։ Ամեն օր նայում ենք երկու հիանալի ներկայացում, այնուհետև մասնակցում էինք այդ ներկայացումների քննարկմանը, միջազգային ճանաչում ունեցող ժյուրիի անդամների հետ միասին, որը կարծում եմ շատ յուրօրինակ մաստեր կլաս էր բոլորիս համար, քանի որ մենք հնարավորություն ունեինք մասնակցելու, լսելու նման մասնագետների կարծիքները, դիտարկումները տվյալ ներկայացումներին։ Փառատոնին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից ժամանած հիանալի թատերախմբեր, ովքեր ինքնատիպ էին, յուրօրինակ էին, ինչպես նշեց պարոն Շիբոյանը, թե լուսային առումով, թե իրենց պրոֆեսիոնալիզմով, եւ իհարկե մենք, որ ներկայացնում էինք մեր հանրապետությունը, նաեւ ուզում եմ նշել, որ փառատոնի շրջանակներում մենք համագործակցեցինք Չելյաբինսկի հայ համայնքի հետ, ուզում ենք սիրով շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավար պարոն Գագիկ Մխիթարյանին, ինչպես նաեւ Արման Առաքելյանին եւ Սպարտակ Քոչարյանին, նրանց ընդունելության ջերմ վերաբերմունքի, մարդկային վերաբերմունքի համար, նրանք հավանել էին ներկայացումը, կարծում եմ մեզ համար շատ հաճելի էր օտար միջավայրում մեր հայրենակիցներին տեսնել, նրանց հետ շփվելը, նրանք նայեցին մեր ներկայացումը, հավանել էին եւ ներկայացումից հետո մենք նույնպես հանդիպել ենք, նրանց կողմից արժանացել ենք շնորհակալագրի եւ նաեւ ֆինանսական աջակցության, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալ ենք
մեր հայրենակիցներին եւ հուսով ենք, որ այս ճանապարհը մեր համագործակցությունը կլինի շարունակական։ Ճիշտ է, մենք ուզում ենք հայ համայնքի համար առանձնահատուկ առանձին հանդես գալու ներկայացում խաղալու, որովհետև դալիճը լեփլեցուն էր եւ կարելի ասել մեր հայրենակիցներից 3 հոգի են մասնակցել ներկայացմանը։ Կուզենայինք առանձնահատուկ հանդես գալ հայ համայնքի համար, բայց ինչպես նշեցի, այդ սուղ գրաֆիկի պատճառով, ժամանակի պատճառով չկարողացանք դա կատարածել, բայց վստահ ենք, որ մյուս հանդիպմանը անպայման դա կկազմակերպենք, այո։ 11 թատրոն, 11 ներկայացում, եթե չեմ սխալվում, այլ ում աշխատանքը կառանձնացեք, որ թատրոնը կառանձնացեք, եթե իհարկե ունեցել եք ժամանակ այդ բոլոր ներկայացումները դիտելու։ Ներկայացումները նայել ենք, կոնկրետ առանձնացնելու չեմ կարող կոնկրետ թատրոն առանձնացնել, որովհետև բոլորը ինքնատիպ էին, բոլորը յուրօրինակ էին եւ ամեն մեկը ուներ իր առավելությունները, այսպես ասած։ Իսկ ինչպիսին է մետրո թատրոնի ստեղծագործական ճանապարհը եւ ինչ նորություններ են առաջիկայում սպասվում։ Նորություններ երևի որ եկել ենք փառատոնից, ավելի ճիշտ կլինի ասեմ, որ մենք արդեն առիթ ենք ունեցել մասնակցելու միջազգային փառատոնների, այս փառատոնների շրջանակներում դա եղավ, որոնք նախատեսվում են աշնանը արդեն, մասնակցելու ենք միջազգային փառատոնների Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում եւ Ղազախստանում։ Իսկ արդեն ձեզ մեծ հաջողություններ։ Ներկայացումներ կլինեն։ Շնորհակալություն։ 25-ն էլ շատ հագեցած ու տպավորիչ ա եղել ձեր համար։ Ես նաև մի քանի արձագանք լսեցի տարբեր մասնագետներից, ովքեր խոսում էին ներկայացման մասին, անկեղծ շատ հիացած էին նրանք ու դետալ առ դետալ, սենց ամեն ինչը, ասում եմ պապոլոչկամ սենց որ դնում էին, ինչը իմ կարծիքով առաջին հերթին մեծ ոգևորություն ու արդեն դա փոքրիկ հաղթանակ կարելի է համարել, որովհետև ուզում եի դրա մասին ասել, որ իրականում մեր համար շատ մեծ պատիվ էր իրանց հետ նույն հարթակում լինել, որովհետև մենք ամենաերիտասարդ խումբն էինք ու այնտեղ բոլորը ասենց մարդիկ էին, ովքեր մեծ հաջողություններ էին արդեն հասել ռուսական թատրոնում ու անգամ մարդիկ, ովքեր որ մասնակցել էին ու ականատես էին եղել օրինակ իրենց երկրում եղած լավագույն ներկայացումներին, մրցանակաբաշխություններին, սկսած Զալատայա մասկայից, նաև որպես ժյուրի էին եղել այնտեղ ու երբ որ իրանք մեր ներկայացումը համեմատում էին իրենց հետ, այդ իրոք մեր համար շատ մեծ մոտիվացիա էր առաջ գնալու ու նորից ինչ-որ բան փնտրելու, գտնելու։ Նույնիսկ թատերական խմբերը մեր խմբի ներկայացումը նայելուց հետո իսկ այդ խմբերը բոլորը աշխատում են մյուսների ներկայացումները նայեն, մեծ արձագանք, մեծ ակնածանքով մոտենում էին երեխաներին, շնորհավորում էին, շնորհակալություն էին ատում, ասում էին ի տարբերություն մեր ներկայացումների, ձեր ներկայացման մեջ շատ մեծ տեղ ունի սերը, ջերմությունը, որը մեզ չի բավարարում։ Մենք հիացած ենք ձեր պլաստիկա երաժշտական ձևավորումներից եւ այլն, մի խոսքով պետք է մի քիչ գլուխ գովենք ու տեղին արդարացված է այս բaragայում։ Այո, որ մեր մետրո թատրոնի խումբը իրոք շատ արժանի աշխատանք է կատարում ու գնահատվում է Փարքասու մնաց որովհետեւ մենք շատ ավելի հնարավորինս ներկայանանք գոնե մեր երկրում ցավոք սրտ այնքան դժվար է մեզ մոտ մեր հանդիսատեսին բավարարել գոհացնել նամանավանդ երբ որ մեր հանդիսատեսը այդքան пассив է մի տեսակ իներտ ինչ եմ ես այդ բառերը ասում որովհետև այն ինչը որ մենք տեսնում ենք այնտեղ եւ Պերմում եւ Պարսկաստանում եւ Սոչիում եւ Պիտերում Չելյաբինսկում այդ հանդիսատեսը հասկանում եք ուրիշ բան է, ուրիշ աշխարհ է, ինչ մշակույթ, ինչ կուլտուրա կա, այստեղ գնում ես ներկայացման ամբողջ ներկայացման ընթացքում ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ բազմաթիվ անգամ նույնիսկ հեռախոս է զանգում, մարդիկ հասկանում եք խոսում են դեռ բաներ որ չպիտի լինեն, սպարտիվկով գալիս են ներկայացում նայելով, ահավորը, հələ դեռ ծափերը նոր սկսել են, մարդիկ վերկանում են գնում են ներկայացումից, ուղղակի ամոթ է, խայտառակ է։
Իմ կարծիքով օրինակ հա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հանդիսատեսը ավելի ազատ է էմոցիաների մեջ իրենք։ Մենք շատ խմբագրված ենք էմոցիաների։ Մեր հանդիսատես, ինչպես որ նշեցիք, սպորտային համազգեստով եթե գալիս են, այդ արդեն մեղավորը ովը թողել է որ սպորտային համազգեստով ներս մտնեն, դա մեկ։ Երկրորդը մենք շատ դժվար ենք ընդունում այդ որ պետք է ծափահարել, մենք չենք հասկանում պետք է ծափահարել։ Մենք շատ ոչ եթերային բառ կարող ասեմ, շատ քծիպ ենք այդ հարցում, չենք սիրում ծափահարել։ Գծուծ ենք։ Ու մեր հանդիսատեսը կարծես ամեն ներկայացման ժամանակ, դասական համերգի ժամանակ մտքերով ուրիշ տեղ են, ինչ որ շատ են ինչ որ հարցերի պատասխանում։ Ու նաև ներկայացումների ժամանակ է, երբ մենք խոսում ենք տարբեր թատրոններից հյուրեր ենք ունենում, մեր հանդիսատեսը ինչ որ միշտ ինչ որ հարցերի պատասխաններ է ման գալիս։ Միգուցե դա լավ է, որ թատրոնն էլ հենց օգնում է իր հերթին այդ հարցերի պատասխանները գտնելու ու դրա համար մեր հանդիսատեսը մի տեսակ մռայլ է ու մտքերով։ Ինչ որտեղ համաձայն եմ իհարկե, բայց ինչ որտեղ էլ ոչ այնքան, որովհետև իմ կարծիքով մեր հանդիսատեսը ցավոք սրտի մեծամասնությամբ, երբ որ գալիս է թատրոն, գալիս է համապատրաստի։ Ինչ որ մեկը նվիրել է տոն, ինքը ստիպված համարելով ստիպված, որովհետև ինքը գալիս է ներկայացում նայելով, որից բացարձակ անտեղյակ է, ոչ մի տեղեկություն չունի, ոչ մի դերասանից ոչ մի տեղեկություն չունի, ասենք չգիտի, որ դերասանից ինչ կարելի է սպասել։ Չգիտի ինչ ներկայացում է նույնիսկ։ Այո, ինչի մասին է։ Եվ ներկայացման ժամանակ նույնիսկ, ասենք լավագույն դեպքում ինչը ինքը անում է, հեռախոսահանումով սկսում է նկարահանել։ Նկարանման նա ինչ որ տեսնում է։ Էլ չեմ ասում, որ մտքերով երևի նստած ուրիշ բան եմ ասեն, ծափ են տալի, նայում հա վայ պետք է ծափ տայի, հա։ Ցավոք սրտի այդպես է։ Կիսադատարկ մեր դահլիճները։ Իսկն ինտեգրված չէ process-ի մեջ։ Ինչ որ իներտություն կա, դա ինձ թվում է ամեն դեպքում տան հայրը, պետությունն է մեղավոր, որ ամեն ինչ մի տեսակ բացի թող վիճակ է, որովհետև մարդկանց պետք է դաստիարակել, կերակրել ինչ որ պետք է, հոգևորը, գեղեցիկը, սնունդը։ Այսօր հեռուստատեսությամբ կարելի է տեսնել ամեն ինչ, բացի այն ինչ որ պետք է տեսնել։ Ցավոք սրտի, ել չեմ ասում երաժշտության երգի անմակարդակությունը, իսկ մենք մեր հայկական ինքնատիպությունը չպետք է կորցնենք, իսկ մեր երեխաները փառք Աստծո։ Նաև շատ լավ լուր ունենք, ես ուզում եմ անդրադառնանք շատ տարակ ու փակենք, քանի որ ցավոք սրտի մեր ժամանակն է շացող, Արտավաս մրցանակաբաշխությանը, մետրոն մկների ժողովով է ներկայացված Սոնայի Մարտիրոսյան բեմադրությամբ, միակ կոնկուրենտը Գորիսն է, կարծում եմ, ոչ թե կարծում եմ, անվանակարգում նաև Գորիսի թատրոնն է Աբուլալա Մահարիով, հաջողություն եմ մաղթում երկուսին էլ, երկուսն էլ շատ լավն են, բայց վստահ եմ հաղթանակը ձեր ձեռքերում է։ Շնորհակալություն։ Մենք ուշ-ուշով հետևում ենք, վստահ եմ այդ առիթով էլ կրկին ձեզ կհյուրընկալենք, շնորհակալ ենք շատ։ Համբերություն բոլորիս, շնորհակալություն անկեղծության համար, շնորհակալություն այս լավ էներգիայի համար։ Անասելի մեծ հաջողություններ ենք ցանկանում։ Այո, ներկայացման եւ ժշտական եւ լուսային ձևավորման պատասխանատու Գագիկ Շիբոյանն էր մեր հյուրը եւ դերասաններ Ստեփան Գրիգորյանը եւ Հարություն Սուքոյանը։ Մետրոն գնացել էր Չելյաբինսկ, ֆանտաստիկ ելույթեր ունեցել, այդ ամենի մասին խոսում է արձագանքը, պրոֆերի եւ առհասարակ մարդկանց, ովքեր կապ ունեն թատրոնի հետ ու ովքեր գնահատում են որակյալը, լավը, իսկականը։ Շնորհակալ ենք շատ։ Արդյոք ունենք տեսահոլովակի պրեմիերա, ով է լինելու, ով ու մասին ենք խոսելու, կիմանանք մի փոքր ավելի ուշ, մնացեք մեզ հետ։